որ միշտ չի տեղի ունենում, բոլոր նիստերին, խնդիրը տեղից խոսելն է, տեղից խնդրում եմ մի խոսեք, դուք տեղից դիալոգի եք վերածում, որը որ տրամաբանություն է խախտում, որի հետ կապված ես վրդովում եմ, թե չէ խոսեք, հարցրեք, միշտ եկեք, մենք միայն ուրախ ենք։ Իրանց ասում եմ առանձին, իրանց հետ շփվում եմ, ձեր հետ քիչ եմ շփվում, եզակի հնարավորությունը ասում եմ։ Գեգամ Մանուկյան, համեցեք, խնդրեմ։ Այ, առավոտյան նիստին գալուց հիշեցի, որ վերջերս Նիկոլ Փաշինյանին գիրք չեմ բերել։ Հետս վերցրեցի թուրք պատմաբան ու Ֆուկուրասի հայկական հարցը եւ Հայաստանի պատմությունը, հայերի պատմությունը, որտեղ գրքի 70%-ը դաշնակցության դեմ հազար տեսակ մեղադրանք է, հատկապես վերջին շրջանում ազգային ժողովում շատ դաշնակցության դեմ են խոսում, հետո հիշեցի, որ լավ որ մեկին տաս, էլի, բոլորը շատ հաճախ թուրքական թեզերով են, դրա համար այս գիրքը պահեմ իմ։ Բայց նվեր տալու հետ կապված քիչ առաջ կոռուպցիայից խոսեցինք։ Կառավարության գործունեության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջոցով փոխանցեցի նրան հսկայական թղթածրավ։ Լրագրողական հետաքննությունների ժողովածու, որտեղ խոսվում էր այսօրվա կառավարության, այսօրվա իշխանության տարբեր անհատների, տարբեր գործիչների, նախարար, падգամավոր գործունեության հետ կապված անմեղության կանխավարկածը հարգելով ինչ որ հետաքննություններ, փաստական հետաքննություններ, չգիտեմ, կարդացել է Նիկոլ Փաշինյանը, թե չէ։ Օրինակ դա կարդալուց հետո օրինակ կարող էր Հակոբ Սիմիդյանին ասել անմեղության կանխավարկած հարգելով։ Օրինակ այդ ստադիոնի շինարարությունը Աբովյանի ո՞նց է եղել, որ քո ընկերոջ հարևանի ֆիրման է, որ առաջ անգամ այդ մեծ ծավալով է։ Եվ բազմաթիվ նայեք ժողովրդական խոսք է, որ ասում է թղթով ամեն ինչ ճիշտ է։ Մի անգամ Վլադիմիր Մովսիսյանին ասում են այդ փողկապը ով է կաշառք տվել, ասում այդտեղ ասում է ձերը նվերա իմը կաշառք է։ Եվ իրականում գիտեք, նայեք, կարակ ասեք, այ օրինակ վերջերս սննդի անվտանգության տեսության պետին բռնել ենք, մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք։ Բայց ո՞նց է այդ պայքարը լինում, որ այդ պաշտոնյան բոլորին էլ հայտնի է, տարիներով տարբեր պաշտոնների գնում, որ գնաք կառավարություն, եթե գնաք, թե չէ այսօր օրվա կես աշխատանքային էլի կրթվելու դալիճներում եք։ Արայք Հարությունյանին հարցրեք մի հատ, ձեր աշխատակազմի ղեկավար։ Արայք ո՞նց եղավ, որ այս տղային այտենց տարբեր պաշտոնների առաջադրեցին։ Որովհետև իրականում երբ որ վերջերս ֆանատ եմ դառել կառավարության նիստերը նայելու, որովհետև ամեն նիստի Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ մենք չենք կարողանում աշխատել։ Նախագծերը հետ ենք տալիս, ռեկորդ ենք խփում համաշխարհային, նույն դասարանն ենք մնում, չենք կարում, հանձնարարություն տալիս են, չենք կատարում։ Ռետորական հարցին պատասխան ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետության Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, ձեր դիտարկումների համար, ձեր փոխանցած փաթեթը իհարկե դիտարկել եմ եւ արձանագրել եմ, որ դուք միջև չարչարվում եւ պատրաստվում եք այդ փաթեթը ինձ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը ամեն ամիս երբեմն ավելի հաճախ զեկուցում է գրավոր կարգով մամուլում հայտնված հրապարակված բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են կոռուպցիոն դեպքերին կամ որոնցում կասկած է արտահայտվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ։ Օրինակ շատ լավ է, որ մենք արդեն հասել ենք այդ մակարդակի, հասկանում եք, մեզ համար արդեն ընկերոջ հարևանի հորողպոր տղու բարեկամը արդեն կոռուպցիոն դեպք է, էլ չասեմ, որ այս դահլիճում հիմա նստած բոլոր մարդիկ եւ այն վերևի դահլիճում եւ վերևի եւ հիմա փողոցով քայլած բոլոր մարդիկ ընկերոջ հարևանի բարեկամի կամ ընկեր են կամ քենակալ են կամ խնամի են կամ այսինքն Հայաստանի Հանրապետ ընդհանրապես այսպիսի մի հետազոտություն կա նույնիսկ գլոբալ մակարդակով, որ աշխարհի ցանկացած մարդ աշխարհի այլ ցանկացած մարդու ճանաչում է 7 մաքսիմալ 7 մարդու միջոցով։ Այսինքն ես ողջունում եմ ձեր ջանքերը եւ պարոն Դանիելյանի ջանքերն էլ եմ ողջունում։ Ես ձեզ կոչ եմ անում, որ ի վերջո այո, որ լիարժեք եւ ամբողջական միանաք
կոռուպցիայի դեմ մեր կողմից մղվող պայքարին եւ կոռուպցիայի մասին դուք բոլորդ գիտեք, որովհետեւ եւ հանրությունը գիտի եւ այդ ամեն ինչը գիտի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ երկիրն է։ Հիմա ոչ մեկ մամուլի հրապարակումների համար, ոչ մեկ խմբագրություններ չեն պայթացնում, լրագրողների չեն նստացնում, լրագրողների չեն սպանում եւ այդ ամեն ինչը դրա արդյունքն է։ Ինչ վերաբերվում է այն ինչ անդրադառնամ ձեր ելույթից, հարց ոնց որ չկար, չէ՞։ Գիրք, չգիտեմ, եթե բերել եք, շնորհակալ եմ, եթե չեք բերել, հաջորդ անգամ խնդրում եմ անպայման բերեք։ Արձագանք։ Օղորմի Վլադիմիր Մովսիսյանին էլի։ Մեկի համար նվերեր, մեկի համար կաշառք։ Նայեք։ Նկատի ունեք այդ գիրքը որպես կաշառք է։ Չէ, կաշառք։ Թե որպես նվեր։ Չէ։ Բա որպես ինչ եք տալիս։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Այդ դոկումենտով ամեն ինչ ճիշտ է, տարբերակն է։ Այսինքն արդեն լավ է, որ հասել ենք հարևանի բանի կասկածի։ Լսեք, 100 հոդված տպետ Անիֆի հետ կապած Աննա Գրիգորյանի գործին եմ խփում։ Անիֆի հետ կապած ուստեղ ասում եք անմեղության կանխավարկած։ Հա, անմեղության կանխավարկածը հասկացանք, բայց այդքան նյութ, որ հրապարակվել է, դրանից հետո այսպես չեք մեղանալ։ Իմիջիատ Արմեն Գրիգորյանի գործը ոնց որ անվտանգության խորհրդի քարտուղարություններ, թե հակակոռուպցիոնի մամուլի ծառայություն, որ ինքն է տալիս։ Հսկայական կառավարման համակարգ ունեք, թող ուրիշները տրամադրեն։ Դրա համար այս կառավարման համակարգը այսօրին է։ Շատ շնորհակալ եմ դիտարկման համար։ Արմեն Գրիգորյանը անվտանգության խորհրդի քարտուղար է եւ կոռուպցիան անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Որևէ այլ մեկնաբանություն ինձ համար ընդունելի չի։ Ինչ վերաբերում է Անիֆի հետ կապված հարցին, Տիկին Գրիգորյանի գործին չեք խփում, իմ գործին եք խփում, որովհետեւ այն ինչ որ դուք գիտեք Անիֆի մասին, ուրեմն այդ ամեն ինչը գիտեք միայն այն բանի շնորհիվ, որ իմ հանձնարարությամբ տարբեր մարմինները ուսումնասիրել են եւ արել են բացահայտումներ։ Եվ ձեզ ավելին ասեմ, այսօր հրապարակում ա եղել, որ խոշորագույն ավիաընկերություններից մեկը Հայաստանում բազավորվում է եւ նոր 8 թե 9 ուղություններով չվերթաբացում, ինչ կապ ունի սա պատմության հետ նախորդ շրջանի, ուղիղ ոչ մի կապ չունի։ Սա կապ ունի նրա հետ, որ մենք այդպես չարչարվելով, տանջվելով, սխալվելով ամեն ինչ արել ենք եւ անում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար էժան եւ մատչելի գներով ճամփորդելու համար։ Այո, այդ ճանապարհին սխալվել ենք, այդ ճանապարհին սխալվելու ենք, բայց կանք չենք առնում, որովհետեւ ուզում ենք աշխարհը բացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ եւ Հայաստանի Հանրապետությունը բացել աշխարհի քաղաքացիների առաջ։ Այո, դուք հիմա կարող եք ասել, որ բա այսքան, այնքան էլ եմ ասում, այդ ոչ մի բան անպատասխան չի մնա, բայց այսօր, երբ որ Վիզեր ավիաընկերությունը տարածում է, որ մեր գները, բազային գները սկսելու են 29 եվրոյից եւ 8 ուղություններով, 9 ուղություններով 29 եվրոյով Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանալու է ճամփորդել, դա այդ թվում մեր սխալների, այդ սխալների ընթացքում մեր ձեռք բերած փորձի արդյունքն է եւ ես այո շատ ուղիղ սրա մասին ասում եմ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ։ Հայաստանի իմ գործերից մեծագույնը, պարտականություններից մեծագույնը Հայաստանում առկա պրոբլեմների մեջ խորամուխ լինելն է։ Խորամուխ լինելը պրոբլեմների մեջ։ Եվ ես դա անում եմ, եւ ես դրա մասին խոսում եմ, եւ ես դրա մասին բարձրաձայնում եմ, որովհետև եթե մենք այդ պրոբլեմների արմատները չգտնենք, մենք այդ պրոբլեմները երբեք չենք լուծի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Արման Ղազարյան, համեցեք, խնդրեմ։ Հարց վերաբերում է տարածքային կառավարման ոլորտին։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ 2022 թվականի սեպտեմբերի